Ադրբեջանցի գրոհայինների դիակները չեզոք գոտուց պետք է դուրս բերվեին դեռ փետրվարի 26-ին, դեպքի հաջորդ օրը, ըստ սահմանված կարգի։ Ադրբեջանը սակայն տարհանեց 1 օր անց միայն խախտելով նախնական պայմանավորվածությունը։ Դավիթ Բաբայանը քաղաքական այս վարքագիծն անվանում է անմարդկային քաղաքականություն սեփական ժողովրդի նկատմամբ։ Էլի քաղաքական շարժումների են ենթարկում, որը ցույց է տալիս եւ ապացուցում է մեկ բան՝ բռնապետությունը եւ ֆաշիզմը որևէ սահման չի ճանաչում։ Նույնիսկ սեփական բնակության նկատմամբ վարվում են այն ձև, ինչպես կվարվեն ամենավոխերիմ թշնամու հետ։ Փորձագետ Վարամ Աթանեսյանն էլ հիշեցնում է զոհվածին ծառայողների շարքում կա նաև բարձրաստիճան սպա։ Նրա մարմինը չեզոք գոտում թողնելը մատնում է Ադրբեջանի պետական վերաբերմունքը։ Սա քաղաքական, պետական վերաբերմունք է, որից ես կարծում եմ առաջին եզրակացությունը, առաջին եզրահանգումը պետք է անի հենց ինքը Ադրբեջանի ժողովուրդը։ Արժե հանուն այս իշխանության կռվել։ Շփման գծից նախնական դիրքեր վերադառնալու ուժ ու ծանր զինատեսակներ չկիրառելու կոչ է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։ Համանախագահները կոչ են անում կողմերին ծանր զինատեսակները, որոնք ավելի վաղ մոտեցրել էին շփման գծին, վերադարձնել իրենց նախկին դիրքերը։ Համանախագահները կողմերին նաև հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորությունների մասին։ Տեքստը նոր է, բայց չափազանց ծանոթ եւ ինչպես միշտ ոչ հասցեական։ Արցախի օմբուդսմենի գնահատականն է։ Մոտ տպավորություններ, որ ես այս տեքստը արդեն կարդացել եմ։ Նույն տպավորությունն ունի նաև Սերգեյ Մինասյանը։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը չի կարծում, թե համանախագահները տեղյակ չեն, որ կողմն է նախահարձակը։ Պարզապես փաստացի ապացույցների են սպասում։ Դա Մինսկի խմբի ոչն է, մյուս կողմից նաև իրական ապացույցներ ոչ կողմնակալ, աղբյուրից իսկապես չունեն։ Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն էլ կռահում է կոչի բովանդակության բուն պատճառը։ Միջնորդները փորձում են խուսափել քաղաքական լուծումներն առաջարկելուց, գործընթացների վրա հակազդելուց։ Այստեղ հստակ գնահատականներ էին պետք, հստակ դատապարտողական գնահատականներ էին պետք, որոնք ցավոք սրտի չկային Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, եւ ըստ էության կարելի է մեկ բառով ասել, որ խուսափողական մոտեցում էր։ Նման մոտեցման հետևանքով իրավիճակը սահմանին կարող է ավելի սրվել, զգուշացնում է քաղաքագետը մատնացույց անելով իրավիճակի լիցքաթափման ճանապարհը։ Պետք է հասնել այն բանին, որ Ադրբեջանը ետ քաշի սահմանին կուտակված ռազմական տեխնիկան։ Լուսին Մկրտչյան, Վաչագան Պետրոսյան, Մերի Դավթյան, օրակարգ Ստեփանակերտ, Երևան։